Հետաքրքիր կլինի իմանալ, թե ինչպես է տեղի ունեցել Հիսուս Քրիստոսի անվանակոչությունը։ Հրեական օրենքի համաձայն առուզավակները ծնվելուց 8 օր հետո թլպատվում էին Աբրահամյան սերնդի եւ աստվածային ուխտի կնիքը ստանալու համար։ Այդ ժամանակ կատարվում էր նաեւ անվանակոչություն։ Հովսեփն ու Մարիամը նույնպես, լինելով բարեպաշտ ու աստվածավախ ծնողներ, մանուկ Հիսուսին տարան տաճար, թլպատեցին եւ կոչեցին Հիսուս, որ նշանակում է փրկիչ։ Քրիստոս իր հերթին հունարենից թարգմանաբար նշանակում է օծյալ։ Փրկչին ընդունված է դիմել Տեր Հիսուս, Հիսուս փրկիչ կամ Հիսուս Քրիստոս, շեշտելու համար, որ Քրիստոս մարդ է եւ միևնույն ժամանակ Աստված։ Հիսուս Քրիստոս կարիք չուներ ոչ թլպատության եւ ոչ էլ մկրտության, սակայն նա ենթարկվեց օրենքին, հավատարիմ մնալով իր իսկ խոսքին, թե չեկա օրենքը ջնջելու, այլ լրացնելու։ Քրիստոնյաների համար այսօր թլպատությունը փոխարինված է մկրտության խորհրդով, որը համարվում է հոգևոր թլպատություն։ Մեր եկեղեցին հորդորում է ծննդյան 8-րդ օրը կատարել մանկան մկրտությունը, որը կենսական նշանակություն ունի երեխայի հոգևոր խնամքի եւ դաստիարակության գործում, քանի որ այդ տարիքում նրա հոգևոր դաշտը ամբողջովին բաց է, ընդունելու աստվածային շնորհները։